Փաստաթուղթը անգլերեն լեզվով է, այստեղ կարող եք տեսնել, որ այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ են ներկայացված, ինչպիսին օրինակ Ռուսաստան, Բելարուս, Իրան, Չինաստան, Վրաստան, Հնդկաստան, Կիպրոս, Իսպանիա, իրենք ամբողջ պետքա ներգրաված լինեն այս պլանի մեջ, այո, ներքևում նշված է, որ պետքա ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Մենք դիտմամբ այս փաստաթուղթը չենք թարգմանել, որովհետեւ Փառք Աստծո ներկա ժամանակներում անգլերենի հետ խնդիր չունենք, ուզեցինք, որ հենց սա այսպես հրապարակվի եւ ձեռագրի տարբերությունները եւ բովանդակության անհեթեթությունը, որպեսզի եւ ձեզ եւ հանրությանը հասկանալի լինի, ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի էլ չեն, թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն է։ Սա իրականում մեծացրած տարբերակն է, որպեսզի ձեր համար տեսանելի լինի։ Ինքը եղել է այսպիսի մի տետրի կազմի վրա գրված բան, որը այսպես մենք հետո նաև կնայենք տեսանյութը, թե ինչպես է ինչ-որ տրցակներից։ Դա սա խուզարկությամբ հայտնվել է Բագրատ Սրբազանի կեցավայրից։ Մենք այդ տեսագրությունը կնայենք, թե ինչպես է հայտնաբերվել, այսինքն բազմիցս նշել են նաև Սրբազան պայքարի աջակիցները, որ շարժման ամենաակտիվ օրերին, երբ որ մեծ ժողովրդականություն էր վայելում, հազարավոր, հարյուրավոր մարդիկ մոտեցել են, ինչ-որ թղթեր են փոխանցել Սրբազանին, որպես Հայաստանի փրկության պլան եւ այլն։ Այդ թղթերը ինչ-որ միտեղ հավաքվել են, մնացել են, չգիտեմ, տրվում էին, այո, նույնիսկ լրագրողներն են տեսել եւ այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, այն ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։